Բարև ձեզ դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, ուրախ եմ ձեզ տեսնեն դիտակետի տաղավարում։ Ես էլ եմ ուրախ ձեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Մկրտչյան, մենք առաջին անգամ հանդիպեցինք Վերաքննիչ դատարանի բակում, այդտեղ տեղի էր ունենում Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը, բայց քանի որ նոր դատախազ է ներգրավվել, դրա համար դատական նիստը հետաձգվեց, տուժողները չէին ներկայացել, իհարկե մենք այնտեղ զրուցել ենք, բայց այնուամենայնիվ նա շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ պատիժ կրել եւ ոչ միայն Դավիթ Համբարձումյանը, մեր քաղբանտարկյալների թիվը շատերն են նշում, որ աննախադեպ թվի է ասել այս իշխանությունների օրոք, հիմա մինչեւ ուր է հասնելու այս ամենը։ Մինչև այն, որ փոխենք այս իշխանություններին, Լուսինե ջան, նախ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Դավիթ Համբարձումյանին, Նարեկ Սամսոնյանին, որ հիմա հացադուլի մեջ է, Վազգեն Սաղաթելյանին, Վահագ Չախալյանին, մեր սրբազաններին, Արշակ Սրբազանն էլ կակրաս հետո էլի երկարացրեց, էլի բան չարեցին, չէ, պարեցին կալանք տակ։ Մի խոսքով ազատություն իրանց բոլորին, սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կամ էլ Նիկոլ Փաշինյանը պետքա վերադառնա իր տեսակին ժողովրդավար, ոնց որ գալիս էր իշխանության, ու իրոք ժողովրդավարություն հաստատի Հայաստանում։ Այսօր ինքը այդ մի բանը կարա անի, որը որ մեծ օգուտ կտա Հայաստանին, որ Հայաստանում իրոք հաստատի ժողովրդավարություն, այն ժողովրդավարությունը, որով որ ինքը եկավ իշխանության, որը որ ինքը ժառանգեց Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Այսինքն այն ժամանակ ժողովրդավարական իրոք Հայաստան էր, ու դրանով էր պայմանավորված նաև մեր պետության թե բանակցային process-ներում Արցախի թե մյուս առումներով մեր պետության այդ հաջողությունները, որ կար եւ որ կար, այդ եւ-ին մենք ոնց հասանք, որտեղ ժողովրդավարական պետություն էր, Արցախում, որ արդեն Սերժ Սարգսյանը հասել էր բանակցային process-ը բերեր մի հատ նենց փուլեր հասել, որ արդեն կարելի ասել Արցախը անկախանում էր։ Եթե այս ապիկարը իրան ճիշտ պահեր, Արցախը հիմա անկախ էր լինելու։ Հասկանեք, այդ ամեն ինչը եղավ նաև առաջի հերթին Սերժ Սարգսյանի հզոր ղեկավար լինելու այդ հատկություններից այդ ամեն ինչը եկավ։ Ու երկրորդն հենց որ ժողովրդավարությունն էր, որ էլի գալիս էր Սերժ Սարգսյանից։ Այսինքն որ մենք ժողովրդավարական չլինեինք, այդքան հաջողության չէինք ունենա ոչ բանակցային process-ում, ոչ էլ ասենք այդ եւ հարցում արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ սաղ ինչ կա չկա ավիրել, մի բան մենակ կարար ինքը պահել, էդ էլ չի պահել։ Այսինքն ժողովրդավարությունն էլ է ինքը հիմա քանդում, ինքը έτσι գիտի, որ ասենք ափրցապար Facebook-ում սաղ իրա քֆուր են տալիս, էդի ժողովրդավարությունն է, դե տեսեք ով ինչ ասես խոսում է, էդի ժողովրդավարություն չէ, էդի բեզաճոտնիկությունն է, ժողովրդավարությունը այնն է, որ ոչ թե ափրցապար ով ինչ ասես հաճա, ընդհակառակ այդ հաճոցը կտրել է պետք, այդ բեզաճոտնիկությունը վերացնել է պետք, ժողովրդավարությունն է, որ քաղաքական գործիչները ազատ խոսան ու իրաց քաղաքական հայացքների համար չհայտնվեն բանտում, սա կասեմ, ազատություն եմ մաղթում մեր բոլոր քաղբանտարկյալներին, Դավիթ Համբարձումյանի մասն ուզում եմ ասեմ, որ իր կյանքին մեռնեմ, ինքը եւս մի անգամ ուզում եմ շեշտեմ, որ ինքը տղա է, ինքը թող օրինակ լինի բոլորին, տղա տեսակը թողնային ու սովորեն Դավոյից, թե որն է տղեն, որ դրսից եկավ, Լուսինե ջան, Դավիթ Համբարձումյանը Մոսկվա չկարա, չէ հանգիստ չգար։ Ինչքան թռածներ կան դրսել, որ ավելի պակաս հաճում են, ոչ թե մենակ խոսում են, այլ նաև հաճում են։ Սերժ Սարգսյանի վրովել են ավելի պակաս հաճում դրսերից, իրանց դրնի դուխով տղուտեղ ընդեղից էլ ուղություններ են տալիս, սենց արեք, նենց արեք, հələ տղա ջան, նա տալիս տե նոր խոսա, արիս տե լմտի խրավատ նոր խոսա, հերվից խոսալը հեշտ է։ Այդ բոլոր թռածներին մի անգամ էլ եմ ուզում ասեմ, եւ այսօր եւ վաղը, նամանանվան, որ ամեն ինչ ընկավ տեղը, որ արդեն իշխանափոխություն եղավ, որ բոլորը փորձ է գագնատ այդ պատառներ քաղեք, չէ։ Ես ասել եմ, ես Պաշտոն չեմ վերցելու, բայց արդարությունը այդ վաղտել եմ պահելու։ Դավիթ Համբարձումյանի նման տղեկը, Դավիթ Համբարձումյանը հենց որ խոսա, դուք սաղը լռելու եք։ Չփորձեք Դավիթ Համբարձումյանի հետ նույն տոնով խոսակ։ Դավիթ Համբարձումյանից ցածր պտինի ձեր ձայնը։ Ավելի ցածր, քան Դավիթ Համբարձումյանն է, որտեղ Դավոն էդի զասնուժի տար է։ Նարեկը Սամսոնյան դա զասնուժի տար է։ Վազգենը զասնուժի տար է։ Սրբազանները զասնուժի տենար են, Վահագը Չախալյան զասնուժի տենար են, գնացել նստել են մարդիկ, իրանց ճշտի համար, մեր հայրենիքաբար, որտեղ ձեր ման թռել են, տարբեր աշխարհի տարբեր ծակեր են մտած, այնտեղից էլ մի հատ ուղություններ են ցույց տալիս, սենց արեք, նենց արեք, ինձ լավ տղուտեղ, դրանց հենց ամեն ինչն է լավ ուզում են գաստեն մի թիկավ եկալ են, առս եք ստանալու, սա լավ թիկեկը վաղը չեմ իսօրը, ելել են Դավոյի նման տղեկին է, Դավիթ Համբարձումյանին է, Նարեկ Սամսոնյանին է, այն տղեկին, ովքեր որ Տարուդով իրոք անցան այս ամեն ինչը։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։
Դավիթ Համբարձումյանի հետ կապված կրկին շեշտում եմ, մենք խոսել ենք այս թեմայով, բայց այնուամենայնիվ իշխանականները այսպիսի թեզ են շրջանառում, հետաքրքիր է իշխանականներն են այսպիսի թեզ շրջանառում եւ ընդդիմադիր դիրքերից խոսող, այո, այն իշխանականներից չէ, իշխանականներից տես մաչվել, ես դե լսում եմ այս ընդդիմադիր թվացող սրիկաններից, հակասերժական տականքներից, որ կողքից հիմա ստեղ են ուզում խառնվել։ Բայց ընդդիմության միասնական թեկնածուն է, չէ՞ Դավիթ Համբարձումյանի իմպիչմենտը, ինչպես է ստացվում, երբ բոլորը ի վերջո համաձայնեցին, ճիշտ է 4 ամիս տևեց, բայց այնուամենայնիվ Հայաստան Դաշինքն էլ համաձայնվեց, որ իմպիչմենտի թեկնածուն լինի Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես է ստացվում, որ ասում են երրորդ նախագահներ մեղավոր, այդ ուժերը, ովքեր որ էդի ասում են, դրանց նկատի ունեմ ես։ Դրանք են նույն ուժերն, ովքեր որ ավել պակաս նաև Հաչմին գեներալ Մամվելու Սերժ Սարգսյանի վերաբերյալ հիշում եք, այդ նույն մարդիկ են, այդ նույն տականքներն են, այսինքն նրանց նպատակը Սերժի դեմ աշխատելն է։ Նրանց նպատակը ու Նիկոլին հեռացնելը չի։ Նրանց թիրախում ու Նիկոլը չի։ Նրանց թիրախում ու նրանց նպատակը հայրենիքի պետության փրկելը չի։ Նրանց նպատակը Սերժին խփելն է։ Ոնց որ 18 թվին արին, իրանք բոլորով։ Այո, հիմա նույնն էլ անում են, իրանց թիրախում Սերժ Սարգսյանը։ Ես հիմա դրանից ուզում եմ ասել, դուք եք ով եք, մի անգամ ես լայվ մտել եմ, սրա մասին խոսացել եմ շատ։ Դուք եք ով եք, որ փորձում եք մտնեք հիմա Սերժ Սարգսյանը ու Դավիթ Համբարձումյանն անեք։ Ով եք, էլի, Դավոյ համար տես ցավում եք, հա։ Եթե Դավոյ համար դուք ցավում եք Դավիթ Համբարձումյան, դուք Դավիթ Համբարձումյանի առաջնորդին, Դավիթ Համբարձումյանի այն մարդուն ում համար որ Դավիթ Համբարձումյանը միշտ դոշատվելու հիմա էլ է դոշ տալու։ Այդ դոշ տալիս, այդ մարդուն չեք կպնի։ Եթե հարգում եք Դավիթ Համբարձումյանին, ոնց է Դավիթ Համբարձումյանի կողմից ամենահարգված մարդկանցից մեկին սենց ասեմ, կապնում վիրավորում ցեղ շպրտում վրեն, ոնց եք անում, էլի, այդ իրավունքը ձեզով է տվել։ Սա կասեմ, Լուսնե ջան, վաղը չեմ իսօր, որ հիմա Դավիթ Համբարձումյանը, ես ասել եմ, մի անգամ լայվով ասել եմ, հիմա նորից ասեմ, Դավիթ Համբարձումյանի մեծ ապագան առջևում է։ Դավիթ Համբարձումյանը այսօր նստած է, այո, մեր հայրենիքի համար, ու որ ամեն ինչ ընկավ, ինքը շատ մեծ ապագա է ունենալու։ Մեծ գործերն է, այս մեծ խոսք է, մեծ ժերտվաներ են պահանջում, մեծ զոհեր են պահանջում, չէ՞, այս մեծ հայտնի խոսք է։ Բա այսօր այո ինքը զոհաբերել է իր ազատությունը հանուն մեր հայրենիքի, ու վաղը չեմ իսօր որ ընկավ տեղը Դավիթ Համբարձումյանի ապագան շատ մեծ է, շատ մեծ բաներ է հասնել Դավոն։ Հիմա որ հասա, ասելու եք Աբրի Սերժը, որ այդ բանս իր առաջ բացեց։ Ասելու եք թե չեք ասելու այդ վաղ, այդ հակասերժական տականքներ։ Իսրա մասին ես էլ եմ խոսացել, որ Դավիթ Համբարձումյանը ռեցիկը տտրուկ բարձացավ այս ամեն ինչով։ Պարզա դժվարությունը պայքարա, պարզա Լուսնե ջան, պայքարա, բա ամեն ինչը գլատկի չի լինում։ Բա պայքարի մեջ ենք մտել, հələ տեսեք ինչ ուժերի դեմ։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հետ կապված դատարանի 3 ամսով նրանց կալանքը երկարաձգեց եւ այդ պահին Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Ինչ կասեք։ Ազատություն էլի Նարեկիս էլ, Վազգենիս էլ իրանց կյանքին մեռնեն, որևիցե մեկը սա թուլություն չտենա։ Հացադուլ անել ամեն մարդ չի կարա հացադուլ անի, հացադուլ անելը դա ուժեղ հատկություն է, դրանով երևում է մարդու ուժեղությունը, ոչ թե թուլությունը։ Ազատություն եմ մաղթում, իրանց ինչ ասեմ, բռնապետական երկիր, սրա մասին շատ եմ խոսած, հիմա նույն բաները էլի պետք է ասեմ, Լուսնե ջան։ Բռնապետական երկիր, ասենք ինչ են ուզում սրանք ասեն, մենք կարանք ձեզ քրվենք, դուք իրավունք ունեք պատասխանեք, հասկանում եք։ Կամ պետք է ընդհանրապես քֆուր չլինի։ Այդ Ալեն Սիմոնյանը քրվում է, տղեկը պատասխանում են ու տղեկին նստացնում եք, ասենք աբսուրդ է, էլի, հասկանում եք։ Հələ մի հատ դուք ինչեր եք անում, ու այդ տղեկը նախ պատասխանել են ընդամենը ձեզ։ Նարեկ Սամսոնյանը ու Վազգեն Սաղաթելյանը պատասխանել են ձեզ ընդամենը։ Ես էլ եմ ասում, ես էլ եմ այդ վաղ ասել Սերժ Սարգսյանին հայհոյելու համար ամենավերջի քֆուրը ես էլ եմ տվել եմ ու տալիս եմ բոլոր նրանց եւ Ալեն Սիմոնյանին եւ բոլորին ովքեր որ Սերժ Սարգսյանին քֆուր են տալիս միշտ պատասխանել եմ հիմա եմ տալու ես չեմ վախում որ ին վրա էլ կարան գործ հարուցեն գործ հարուցելով չմտածեք թե մեր նման տղեկի բերանը կարակ փագեք փագում է դա Նարեկի բերանը փագել է էլի չի քրվում ձեզ ընդեղից ամեն օր Նարեկ Սամսոնյանն էլ Վազգեն Սաղաթելյանն էլ բոլոր քաղ բանտարկյալներն էլ ամեն օր ամեն ժամ ընդեղ նստելով ձեզ քրվում են դուք եք փչանում նորից եմ ասում Նիկոլ Պաջան դու քանից կա քաղ բանտարկյալ Հայաստանում ամեն օր այդ քաղ բանտարկյալը քեզ շինում է որովհետև դու դառնես բռնապետ դու միակ բանը ոնց որ Լուսնե ջան այս օրինակ ելն են բերել ոնց որ օրենքով գողին
Կարենաս նենց անես, կուպիտ անես, կոնկրետ Նիկոլին կուպիտ են արել։ Վարչապետի պաշտոնով կուպիտ եղավ ինքը ու դարավ բռնապետ։ Ոնց օրենքով գողին, որ այդ աշխարհն էլ չի սիրում, չէ՞ Նիկոլը։ Ոնց որ Նիկոլ Կարենաս մի հատ գողին նենց անես, որ ստուկաչություն անի։ Կարաս անես։ Այդ նույն բանը դու հիմա Էվար։ Այն Սաակաշվիլին ես դրան չեմ սիրել միշտ, էլի Լուսնե ջան, միշտ չեմ սիրել իրան, որովհետև նա էլ մի ազգակործան պատվասել, նա էլ Վրաստանը կեսը կործանեց, այս կեսը արդեն խելք են եկել վրացիք։ Բայց ես նրան հիմա որ արդեն անցած էտապ է, հիմա ասում եմ հանգիստ, ես նրան հարգում եմ մի բանի համար, որ նա ժողովրդավար մնաց։ Նա իր սկզբունքներին այդ մի բանը տեսեք ասեմ, նա էլ ազգակործան պատվասել, նա էլ քյալեն թափած անասուններ էս Նիկոլի նման, բայց նա մնաց իր սկզբունքներին, ինչ կար էդի մնաց, նա մնաց իր սկզբունքներին հավատարիմ։ Վրաստանը իրոք նա սարքեց ժողովրդավար պետք ու տենց էլ պայեց ու այդ ժողովրդավարությունն էր միգուցե իրան կործանեց, բայց ինքը մնաց ժողովրդավար, այսինքն պատմության մեջ հաստատ Սաակաշվիլին մնաց որպես ժողովրդավար ղեկավար, որպես կործանող բան այդ Աբխազիա, սաղ իր պատճառով իրանք կործեցին Օսետիան ու Աբխազիան, բայց Լուսնե ջան, նա որպես ժողովրդավար մարդ մնաց պատմության մեջ, այսինքն նա իր գաղափարի հերոսն է։ Սաակաշվիլին, որին որ մեր Վահագը Չախալյան կզծրեց, Վահագիս կյանքին մերնեմ, ազատություն Չախալյան Վահագին, բայց Սահակաշվիլին նա մնաց որպես գաղափարի հերոս, իր գաղափարի հերոս։ Ես կապ չունեմ, այդ գաղափարը ընդունեմ, չընդունեմ, Լուսնե ջան։ Եթե մեկը գաղափարի հերոս է, կապ չունի, ես այդ գաղափարը ընդունում եմ, չեմ ընդունում, բայց գաղափարի հերոսին հարգում եմ։ Ասենք, որ մարդ իր սկզբունքներին կմեռնի, բայց իր սկզբունքներին չի դավաճանի։ Իսկ ես Նիկոլ եղավ, որ սա բացի այն, որ կապիտուլյանտ է, տուպոյա, ապիկարա եւ այլն, սա ներ անսկզբունքային մարդ, սա ներ ծախվող մարդ է։ Սա եթե ինքը նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյան, դու ծախվող մարդ ես, դու ծախեցիր քո սկզբունքները։ Դու եթե քո սկզբունքներին գոնե հավատարիմ մնայիր, մեր պետությունը այսօրվան չէր լինի։ Մենք այսքան քաղաքական, եթե Հայաստանում մնար ժողովրդավարությունը, ոնց որ դու եկար իշխանության այդ ժողովրդավարությունը մնար, մենք այսօրվան չէինք հասնի։ Դու պարզա դու ոչ ռազմիկ ես, ոչ դիվանագետ ես, ոչ քաղաքական գործիչ ես, ոչ մի բան ես, դու չէիր կարող պետություն ղեկավարեիր, բայց պատին խփելուց գոնե 5 րոպե առաջ ժողովրդավարությունը կփրկեր մեր պետությունը։ Կամ որ խփեինք էլ այս կարգի չէինք խփի պատին։ Ինչքան էլ դու ապիկար ելներ, եթե ժողովրդավարությունը մնացածել, բայց դու բռնապետ ես։ Ու նա էս էլ ասում ինքը ծախվող մարդ է։ Իմացեք, Նիկոլ Փաշինյանը ծախվող մարդ ես դու, Նիկոլ Փաշինյան։ Դու ծախեցիր քո սկզբունքները վարչապետի պաշտոնով։ Սա ասեմ, որ ասում են Մարդկա 5000 դրամով ձայնը ծախում, օրինակ, չէ՞, օրինակ ես Լուսնե ջան, այն ժամանակ էր միշտ ասեմ, իմ համար վիրավորական է, որ ես ձայն ծախեմ։ Ես կարող եմ խաթրում դրեմ, բայց մի մարդ էլ, որ ինձ ձայնը անգին է, ձայն ծախելը իմ համար վիրավորական կամ փոխատր ընտրեմ, թեկուզ անարժան մարդու։ Ասեմ նա անարժան է, բայց Լուսինեի խաթր ընտրում եմ, օրինակ, բայց ձայն ծախելը իմ համար դա մարմնավաճառ է, իմ համար եմ ասում, էլի մնացածի չէ։ Իմ համար մարմնավաճառ է, սկզբունքային մարդու համար անգին է իմ ձայնը չի վաճառում, անգին է իմ ձայնը։ Համի Նիկոլ Փաշինյանը իր արժեքներ, միգուցե 5000 դրամանոց մարմնավաճառ չես, կներեք պուտանկա չես, դու կներեք Լուսնե ջան, Նիկոլ Փաշինյան, բայց դու վարչապետի պաշտոնի չափով ես այդ ծախված, կամ ամեն մարդ ունի գին, չէ՞, իմ գինը անգինա։ Ինձ չեն կարա ոչ բանով առնեն։ Ինձ կարան առնեն, ասել լավ վերաբեր, որ ասեն մարդը, իրոք ինձ կարա մի հատ ջանով առնեն։ Բայց ինձ ոչ կարան վախացնեն, ոչ կարան ինձ կուպիտ անեն, Լուսնե ջան, հասկանու՞մ, չկա տենց գին, որը կարան տան ու ինձ առնեն։ Հա, ջան ասելով կարան առնեն, ջան ջիգարով։ Էդի հա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գինը մենք արդեն հասկացանք, Նիկոլ Փաշինյանի գինը աթոռն է, վարչապետի աթոռը, որ հանն է աթոռն ինքը թեքեց իր սկզբունքների վրա։ Տեսեք, դուք նշում եք Նիկոլ Փաշինյանը վերադառնա ժողովրդավարական դիրքեր, բայց Նիկոլ Փաշինյանը երբևէ ժողովրդավար եղել է։ Տենց է եկել։ Լուսնե ջան, ինքը եկել է, բայց եղել է ժողովրդավար, ես օրինակ չեմ հիշում նրան։ Ես 18 թվին, Լուսնե ջան, ես 18 թվին ինքը եկավ իշխանության, ես ասում եմ Նիկոլը դառնալա դիկտատոր։ Արա լավ է, ինչ ես ասում, ասում ինձ էլ օրինակի մեր դու այդքան խոսում ես, բա քեզ խի չբռնում։ Ասի, որտեղ շունաթո հաչա էլի։ Այդ խոսալին իրան օգու դա, այդ խոսալով իրան վնաս չի տալիս։ Այ որ պահի, որ իմ խոսք իրան վնաս տալ, նա ինձ չի բռնելու։ Հիմա պարզ է, Լուսնե ջան, այս մարդկանց խոսքը արդեն իմն ին մորթում է իրան, ջախջախում է իրան։ Դրա համար թե չէ
Կասի հետ խոսան աշխարհն եկած տեսեք ինձ ինչ ասես ասում եմ բան չեմ անում ժողովրդավար ղեկավար եմ ժողովրդավար ղեկավարը երևում է այն ժամանակ երբ որ իրան այդ խոսքը արդեն վնաս է ժողովրդավարությունը իր անձին վնաս է բայց ինքը գնում է ասկա այդ չի նշանակում ժողովրդավարություն գիտես ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյան որ մարդիկ կարող սխալ ուղի ընտրեն դու չպետք է ասես չէ տենց չի եթե դու ժողովրդավար ես այդ չի նշանակում որ պետք է սա քո ուզածով շարժվեն նոր ասես հա հարց չկա Կարան հենց քո կարծիքին հակառակ կարծիք ունենան, կարան ազգակործան կարծիք ունենան, բայց եթե այդ է ժողովուրդը ուզում, դու պետք է համակերպես դրա հետ, ոնց որ 18 թվին մենք համակերպվենք ժողովրդի ազգակործան կարծիքի հետ, այդ դա ժողովրդավարություն է, բայց որ դու ես ժողովրդավար պահիր, մի որոշ ժամանակ կասեն այդ ժողովուրդը կհասկանա, որ ազգակործան ուղղությունը հետ կդառնար, կգա դեպի ճիշտ ուղղություն։ Այդ դու չթողեցիր, որ արդեն հիմա էլ չես թողում, որ հետ գան դեպի ճիշտ ուղղություն։ Որտեղ դու ժողովրդավար չես։ Դու դավաճանեցի։ Հանգամ ես, բայց ինքը տենց է թվում։ Հիմա Լուսնե ջան, ինչև է սաղ կյանքի ինքը տենց ապրի, չէ։ Հո Նիկոլ Փաշինյանը ոչ մի ուրիշ տեղ չի երևացի։ Ոչ գիտնական է եղել, ոչ սպորտսմեն է եղել, ոչ գողական է եղել, ոչ քուչի լավ տղա է եղել, ոչ կռված տղա է եղել, ոչ մի առումով համալսարանից են դաժե հանես շպրտե դուս։ Ոչ մի առումով ինքը հայտնի է եղել որպես լավ մուտիլովշիկ լրագրող, մեկ էլ հայտնի է եղել որպես ժողովրդավարության համար կյանք տվող մարդ։ Այսինքն այդ է իր սկզբունքը։ Ծախվիր Նիկոլ, վարչապետի աթոռով ծախվիր։ Դու ծախվող մարդ ես, այսպես կասեմ։ Լուսինե ջան, ազատություն էլի մեր բոլոր քաղ բանտարկյալներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս ասուլիսով է հանդես եկել տարեսկզբին, երեկ էր, եթե չեմ սխալվում, եւ քանի որ շատ էր լրատվամիջոցներում շրջանառվում, որ Սյունիքում ադրբեջանցիները դիրք բարձրանալիս մեր զինվորներին ստուգում են, այնուհետեւ թույլ են տալիս, որպեսզի դիրք բարձրանան, երբ լրագրողը այդ հարցը հնչեցրեց, ինչպես է ստացվում, ինչու պետք է ադրբեջանցի զինվորը մեր զինվորներին ստուգի հետո թույլ տա, դե ասեց այնպես է ստացվել, որ մենք պետք է ոնց որ հատենք ադրբեջանական դիրքը, որպեսզի բարձրանանք հայկական դիրքեր, դրա համար էլ այդ իրավիճակում ենք գտնվում, սկզբում այդպես ասեց, հետո ասեց, եթե այդ դիրքը ենթադրենք մենք տայինք ադրբեջանցիներին, մեզ ասելու էի քո խանձնողներ, հետո հերքեց Հիմա ինչպես հասկանալ։ Իսկ այդ դիրքը որ ադրբեջանցի հիմա եկեն Այդ Սև լճի հատվածում է։ Այդ որ ադրբեջանցի ստացել էդի մեր դիրքը, չի։ Ախեք բերի ադրբեջանցունց անստեղ կանգնացի, որ ստիպված ենք իրանց արանքով եթանք մեր դիրքը, էդ էլ է մեր դիրքը։ Բա առաջ այտենց բան կար, երեք լսեցի, իրան չեմ լսե բան։ Էդգար Ղազարյանի Ձեր Էդգար Ղազարյանի հարցազրույցը լսեցի, էլի երկու հատ ուժեղ բոց արեց Էդգար Ղազարյանը երեք, առողջություն իրան, հիվանդ էր, երեք զգացի որ հիվանդ է։ Խոսալս ինքն էլ լավ ասեց, բա առաջ տենց խնդիր կար, առաջ մեր զինվոր որտեղ արենք էր։ Այդ խնդիրը սաղ տվիկ, գոնե Հայաստանի սահմանները նենց պահիկ, որ մենք հանգիստ էթային մեր դիրքեր կայինք։ Այդ հենց այդ դիրքը որտեղ որ ադրբեջանցի զինվորը նստած է, էդի մեր դիրքն է։ Իրանք եկել են մեր դիրքում նստել են։ Բայց ինչու պետք է ադրբեջանցին նվաստացնի մեր զինվորը։ Դե որովհետև Լուսնե ջան, մեր ղեկավարը Պապիկյան Սուրենն էլ տենց մեղք չունի։ Մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե Պապիկյան Սուրոն ելներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչյանի պաշտպանության նախարարը, ինքը կլներ իրոք լավ պաշտպանության նախարար։ Նորից եմ ասում, վերևից է ամեն ինչը գալիս է ամենավերևից։ Հիմա բերեք Պապիկյան Սուրոյի տեղը դրեք, մի հատ իդեալական աշխարհային Պենտագոնի հրամանատարին բերեք դրեք, բանի մեր պաշտպանության նախարարն այս նույն հա մի քիչ ավելի լավ կաշխատի այն որտեղ որ իր մասնագիտական բաներն է պետք է այդ առումով էլի մասնագետները թողնի որտեղ եթե մասնագետնա գոնե զոհերը քիչ են լինում կորուստները մինիմալ են լինում բայց էլի ընդհանուր վիճակը էս պետք է լինի որովհետև գերագույն գլխավոր հրամանատարը երկրի ղեկավարը նույնիսկ որ վարչապետն է նախագահան չի Համար մեկ դեմքը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանին տարեք դրեք Ամերիկայի նախագահ Տրամպի տեղը, կկործանի Ամերիկան։ Տարեք դրեք Պուտինի տեղը, քան դու քարապ կանի։ Կբաժանի սա հողերը կբաժանի։ Այն Իվան Վասիլևիչ մինի այդ պրոֆեսիոն կինո տեսնել, չէ՞, որ հողերը բաժան, մասնա վեկալ քեզ։ Այն բանն էլ է տենց եղի իրական կյանքում, այն Պետրոս 3-ը, Եկատերինայի մարդը, նա էլ է տենց եղել։ Դա դառնա թակավոր հողերը հետատալի բանի Գերմանիային։ Խատնված էլի հասկանում եք ու ասեմ այտենց կան էլի այդ ձևները կան այտենց էլ Նիկոլ ամի տարեք դրեք Նիկոլին որ պետությունն եք ուզում քանդեք վիզ դրեք թող Նիկոլ այդ հատեղ դառնա ղեկավար էլ ոչ մի բան իրան կարակ չասեք նա այդի կավիրի կգցեինք այդ ձևի մարդա ու ասեմ քանի դեռ
մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, այո մեր զինվորներն էլ տի նվաստանան, մենք էլ տի նվաստանանք, սաղս էլ ինչքան հայկապետի այսպես նվաստացած ապրի։ Ուզում եք արժանապատվությունը վերականգնվի, թող գա արժանապատվություն պահող մարդ, մեր երկրի ղեկին կանգնի։ Իսկ էդ էլ մի սաղասնեն մենք գանք լավ կնի, չէ՞։ Քանի տարեկան ես 40-50 անցյալը դելարի մտեմ ով է սեղել։ Պետք է գանենց մարդ Լուսնե ջան, ով որ անցյալը նայես զգում ես որ մարդը արել է, արած ունի։ Պարոն Մկրտչյան, շատ քիչ է մնացել ընտրություններին, բայց մենք տեսնում ենք, որ մեր ընդդիմությունը կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Այնուամենայնիվ, որքան էլ փորձեն հակառակը համոզել, բոլորս տեսնում ենք, որ ընդդիմությունը լուր է։ Միգուցե կազմակերպվում են ինչ-որ ակցիաներ քաղբանտարկյալների, աջակցություն քաղբանտարկյալների, բայց հատկապես խորհրդարանական ընդդիմությունը ինչ-որ բանի է սպասում, ըստ ձեզ ինչ է տեղի ունենում։ Ինձ թվում է սպասում են դրսերից, բայց Լուսնե ջան, դրսերից ոչ մի բան չի լինելու։ Դրսերից կլինի այն ժամանակ, երբ որ մենք շատ բան արդեն կարող կորցած լինենք։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա, այդ դրսի ուժերն էլ այո, փորձենք համագործակցել, բանանել, ինչ ծառայացնենք մեր նպատակին։ Հիմա կոնկրետ հիմա կա շանս, պայքարելու շանս, չեմ ասում 100%, բայց կա շանս իմպիչմենտը։ Մինչև թեկուզ ընտրությունները մի 5 ամիս կա, չէ՞։ Հա պետք է դնենք։ Նորից եմ ասում, միշտ եմ ասել, երեք թե առաջ ունեցել ձեզ, որ հարցազրույց տվի դատարանի հայտը, այնտեղ էլ ասի, միշտ եմ ասում, այս իմ սա հարցազրույցներում եմ ասում, ավելի հեշտ է 20 հոգի ԿՊ-ից պոկես բերես, քան մի քանի 100,000 մարդ շաբաթներով հանես փողոց։ Մեր ժողովուրդը Լուսնե ջան, եթե դուս էլ գալիս է, մի օր է դուս գալիս։ Ու ուզում է դուս գա, ժողովուրդը ուզում է դուս գա, մենակ կանգնի այնտեղ ու այդ կանգնելով հարց լուծի։ Ու մի օր պրիտոմ հաջորդ օրը արդեն հիասթափ ասրանք էլ բան չարին։ Այսինքն գործողության էլ չի գնում, հասկանու՞մ եք։ Բայց գործողություն պետք է լինի, որ գնան։ Մարդկանց ասում են քայլեք, հետո բարիկադներ բարիկադներ։ Ուզում եմ ինչն եմ ուզում ասեմ, որ չքայլեցնեն գործողության էլ անեն, այդ կրակում մրակում են մի օրից ավել, Լուսնե ջան։ Եղել է որ մի օրից ավել տևի, չի տևում։ Գնալով քչանում է։ Չի, Բաղրամյանում վրաններ էին դրել, մարդիկ մնում էին այնտեղ։ Դե այդ վաղտի անեինք էլի։ Այդ վաղտի անենք, այդ վաղտի չեթային կընտրության։ Տեսեք, այդ շարժումն է, Լուսնե ջան, այդ շարժումը դիմադրության շարժումն է, թե առաջի հայրենիքի շարժումն է։ Այդ ժամանակ ինչն էր բանել, այդ մեր այդ պայքարի արդյունքներ, որ Նիկոլը հրաժարական տվեց, ասեց գնանք նոր ընտրության։ Այդ վաղտի ոտներս գազից չվեկալեինք։ Սխմեինք էլի գազն ասենք չէ դու պիտի չլնես ընտրության ենք հետո բայց դու ինչ տեղի ունեցավ որ դե մենք այդ վաղ մենք զադնի դրել ընդդիմությունը զադնի դրեց արդեն գնաց ընտրության դե ես չեմ ասում դիտավորյալ արեցին բայց թվում էր իրանց թվում էր որ կհաղթեն ընտրություններով էլի բայց դե Նիկոլով չէր լինի էլի եթե Նիկոլն էր մնում չէր լինի հաղթել է իսկ հիմա вообще չի լինի ընտրություններով որտեվ հիմա կեղծել է հələ 21 թվի ընտրությունը ինքը չի կեղծել լծակներ աշխատացրեց իրավ ռեսուրսները པարզ աշխատացեց, ես դա կեղծել չեմ համարում։ Եթե դուք ենթակային Լուսնե ջան ստիպմես ասես կգաս ընտրության իմ համար կդու, այդ ես նորմալ եմ համարում։ Բայց իմ ենթականա այն որ Չարչյանին Չարչյան, չէ՞ բժիշկներ, որ բռնել էին։ Ես ասում եմ, խի դուք ձեր նախարարության, մարզպետարանների աշխատողներին չեք ստիպում, որ գան ձեր համար ընտրեն։ Բաների աշխատողին է ստիպել, լավ արե, եթե նույնիսկ ստիպել է, էլի, սենց օրակապ անձնավորություն։ Շատ լավ, իհարկե։ Չէ, ես ի՞նչն եմ ասում, իմ աշկից կանգներ ինքը, եթե իր աշխատողներին չասեր գնացեք ընտրեք ընդդիմությանը։ Գասիմ հələ իրան մասնավոր հիվանդանոց է, հələ ձերը պետական ապարատ է, հələ դուք որ գցես կարանք մենք ձեզ ասենք իրավունք չունես աշխատողներին ստիպես, կարա քո մոտ աշխատի, բայց գաղափարով ընդդիմադիր լինի։ Բայց դու գաս իմ մասնավոր հիմնարկում աշխատես, հիմա ոնց թե մի հատ ժուրնալիստ գա աշխատի ձեր մոտ, ու Իսագուլյանի պրոտիվ է տա քվյարկության։ Չի հանի ռադան։ Ես կասեմ Իսագուլյան, դրան էլ ռադար աստեղից։ Ես ում ես բերես թե դոցենից մարդ աշխատի, ու գաս Իսագուլյանի հացը լապես, այդ աս Իսագուլյանի դեմ քվյարկես։ Ուզում ասեմ, ես դա նորմալ եմ համարում։ Իսագուլյանը մեծ սիրտ ունի, կարող է եւ չէ։ Ես էլ մեծ սիրտ ունեմ։ Բայց Լուսնե ջան, չէ, ինչն եմ ուզում ասեմ։ Այն ժամանակ տենց բաներ արել են 21 թվին իրանք, բայց ընտրությունների թվեր չեն կեղծել։ Իրոք այդքան մարդ գնաց Նիկոլին ընտրեց, այսինքն չեն բռնել սրա ձայնը, սրա բուլետինը դրեն դրա վրա թիվը ուրիշ գրե։ Այդտենց իրոք ինքը անցավ են վաղ, բան չասի։ Բայց հիմա տենց էլ չի անցնելու։ Հիմա թվերը բռնելը կեղծի։ Հիմա այս մեր ընդդիմադիրներին ովքեր որ հույս ունեն որ ընտրություններով պետք է հաղթեն, այդ հարցը միշտ տալիս եմ, այն օրն էլ տվի հարցազրույցի ժամանակ հիմա եմ ասում, ախպեր դուք հաղթել եք, լավ արդար ընտրությունը ձայները հաշվում ենք, հաղթել եք, 60%-ը ձերն է։ Որ ուժն է, ցանկացած ուժ, ով որ ասում ընտրություններով 60%-ը քոնն է։ Նիկոլը բռնում է, էսի սենց վրան գիծա քաշում, այսենց գիծը քաշում է, գրում է որ 60-ը ինքն է։ Ինչ եք անելու։ Այդ հարցի պատասխանը ինձ հենց տան։
հենց համոզիչ տակ այդ համի այդ ասողի հետևից։ Ոնց է ինչ ես անել, մա տասա։ Պետք է ասեն դե կհելի փողոց ժողովուրդը կգազազի, կհելի փողոց, ես կասեմ այ ախպեր ջան։ Եթե դու ժողովրդին կարող ես հանես փողոց, կամ եթե ժողովուրդը գազազում է, այնց արա թող Արցախի համար գազազի։ Ուրեմն Արցախը բացառիկ բան է, լուսնե ջան, Արցախով ապրում էր ամեն մի հայ։ Կարա իր մեկին ասեիր Արցախ կհանձնեն, կասեիր կամ հող հանձնողին կհանձնենք հողին։ Իշ մեկ սենց խոսակ, սենց բան կար, բար կար։ Ու եթե Արցախը դուք Արցախը սրանք հանձնեցին, դուք չեք կարող ժողովրդին հանեք ոտի, դի ընտրություն կեղծելու մա ժողովրդելնի ոտի, որ ժողովրդի են բացառիկ արժեքը, բացառիկ են ամենաթանկ արժեքը հանձնին, ժողովուրդը չի հելնում։ Նա ընտրություն կեղծելու, որ ընտրություն կեղծելու իմունիտետ ունի ժողովուրդը։ 96 թվականից էլ 95 թվականից սկսած անընդհատ ընտրությունները կեղծվել են։ Ժողովուրդը սովոր ընտրություն կեղծել են։ Այս մեկն էլ կասի, այս մեկն էլ Նիկոլը կեղծեց։ Այսինքն դրա համար ժողովուրդը պիտի գազազի, Արցախի համար չգազազեց, դրա համար պիտի գազազի։ Դուք իս ձևը ասեք, ինչ եք անելու։ Ինքը իր ուզած թվերը գրելու է։ Ինչ եք անելու։ Իհարկե սա չի նշանակում, լուսնե ջան, որ ես ասում եմ ընտրության մի գնացեք։ Ընդհակառակը ընտրության գնալը պարտադիր պետք է։ Ցանկացած մարդ անպայման թող դա իր բուլիցենը գցի, իր ուզած ուժոքին, որ գոնե Նիկոլը կեղծելով ընտրվի։ Արդար չընտրվի, էլի, որովհետև լուսնե ջան, եթե Նիկոլը ցավոք սրտի ստաբիլ ունի, կարող է 200,000 ձայն ունի, չգիտեմ ինչքան, բայց մի եկա ձայն, ստաբիլ այդ ձայնը ինքը ունի իր ռեսուրսները, բանը, բայց այդքան ձայն իր բյուլետեն գցելու են, իր օգտին ընտրատեղամասում գցելու են։ Հիմա եթե ընդհանուր ընտրողների քանակը քիչ ալնում, այս իր քանակը մեծ տոկոս է կազմում, ինքը արդար կանցնի։ Իսկ որ ընդհանուր ընտրողների քանակը բարձր ալն, բնական են արդեն նրանք իրան չեն ընտրի, չէ՞։ Իր այդ մի 200,000, 100,000, չգիտեմ ինչքան որ կունենա, դրա տոկոսը քիչ կլինի, ընդհանուրի մեջ քիչ տոկոս կլինի։ Ու ինքը ստիպված անելու ընտրությունը կեղծի։ Գոնե որ կեղծելով ինքը դառնա ընտրվի, դա մեր համար ավելի հեշտ ալում հետագա պայքարում իրան հեռացնենք։ Էլի անընդհատ այդ իրան կշփացնենք, այսինքն որ կեղծելա, ու դրա հիմքի վրա դրսի ուժերին էլ կարանք անընդհատ ասենք, որ սա ապօրինի է, ոչ լեգիտիմ ընտրություններ են։ Գոնե այդպես թողնել, այսինքն ընտրության մասնակցելու, ընտրություններին մասնակցելը ու ընտրություններին գնալը անհրաժեշտություն է։ Ճիշտ է, գնալը պետք է, բայց համիկվանից ամեն ինչը թողես ու սկսես նախապատրաստություն տենալ ընտրություններին, որ կա ուրիշ հեռացնելու ճանապարհ, ավելի հավանական ճանապարհ ուրիշ հեռացնելու, ուրիշ ճանապարհ ավելի հավանական կա, դա թողես ու ես ընտրությունների հետևից դա սխալ է։ Էլ եմ ասում, ավելի հեշտ է 20 հոգի մարդ քպից պոկես բերես, հայրենասիրությունները արտնացնես իրանց մեջ պոկես բերես, քան թե ասենք 100,000-ավոր մարդկանց շաբաթներով փորձես հանես փողոց, որը որ շատ դժվար է։ Պարոն Մկրտչյան, օրերս Սալավյովը հայտարարություն էր արել Հայաստանի վերաբերյալ, չեմ ուզում ցիտել, վստահ եմ լսել եք եւ գիտեք։ Այդ կարճ հատվածը լսել եմ։ Հենց այդ կարճ հատվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, իշխանության կողմից մեծ քննադատության արժանացավ, ընդդիմադիր հատվածը եւս որոշակի քննադատության վերաբերեց այդ ամենը, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Լուսնե ջան, Սալավյովը ասեց այն, ինչը որ այս տարիների ընթացքում բազմիցս մի 1000 անգամ ասել եմ եւ իմ հարցազրույցներում եւ փողոցում նախքան սենց հանրային դեմ դառնալը փողոցում եմ այդ նույն բաները ասել, մի 10-20 տարի առաջվանից ասել եմ անընդհատ այդ նույն բանը, որ Ռուսաստանը վերականգնելու է նախկին խորհրդային միությունը։ Նույնիսկ Լիտվա, Լատվիա, Էստոնիան, որը որ ՆԱՏՕ-ի անդամ է, դաժե ռուսը էտել է վերցնելու։ Այսինքն իր ազդեցության գոտին ռուսը սաղ վերցնելու է։ Ով խելոք կգնա, ով խելոք չի գնա, կընկնի Ուկրաինայի օրը ու ամենավերջում ռուսը արնակամ լինելով խորհրդային միությունը վերցնելու է։ Այսինքն լուսնե ջան, հիմա դեռ ես կարամ հիմա մի հատ կենաց ասեմ ստեղից։ Գոյություն ունի ցանկություն ու գոյություն ունի իրականություն։ Հիմա իմ ցանկությունն է, որ Հայաստանն լինի աշխարհի ամենահզոր պետությունը, բայց դա իրականություն չէ, էլի իրական չէ։ Այդ իրական չէ, չէ՞։ Հայն բայց ես կարամ կենաց ասեմ, այդ քապեականների, մպայականների նման Նիկոլին նման հենց մի հատ կենաց ասեմ, Մարիա, Սալավյով Պուտին, թե որ Սալավյովն ասի, թե ինշալլա Պուտինն ասի, նա հենց net չի խոսա։ Ասեմ, լսեք, կարա սենց կանենք, ձեզ նենց կանենք, ձեզ կգանք Կրեմլի մեջ, ձեզ սենց կանենք, կգանք սպիտակ տանել, Տրամփ քեզ սենց կանենք, հայերի հետ շշկրեք հանգարց։ Էսի կենաց եղավ, չէ՞։ Սաղի դուրը կգա, չէ՞, դե մի հատ այդ կենացը խմեք, անցնեմ իրականությունը արդեն։ Իսկ իրականությունը նա է, որ սա Ռուսաստանի ազդեցության գոտին է, սա մեր պետությունն է, լուսնե ջան, մեր հայրենիքն է, Հայաստանը, բայց Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Ռուսաստանը մեզ չի ասում, ձեզ ուզում եմ զրկեմ ձեր պետությունից ու հայրենիքից,
Բայց մենք Ռուսաստանին ասում ենք քեզ ուզում ենք զրկենք քո ազդեցության գոտուց։ Պարչի որ չի թողի։ Չի թողի։ Ու ամենավերջում բոմբիտ կանի։ Շատ սիրով, մեծ սիրով կկոտորի մեզ, ամենավերջում ինքը։ Թուրքի ձերով մի հատ մեզ կոտորեց։ Այս Ղարաբաղի կռիվը ռուսը արեց։ Ու ճիշտ արեց, Լուսնե ջան, իր տեսանկյունից ճիշտ արեց։ Բայց իմ հացը լափ ես։ Ես հետևը պահեմ, կներեք։ Լուսնե ջան, ու դու հելես առավոտից իրիկուն ինձ քրֆես, թե ես այս քաշվեմ հրավ, ընդամենը քաշվեմ հրավ, համ հացից կզրկես, համ հետևից էլ կզրկվես։ Դու կներեք, ձեր տվին մեր հետևին։ Всё, это ռուսը արեց, բայց մենք խելքի չեկանք։ Այսինքն մենք չենք հասկանում, որ մեր անվտանգությունը կախված է ռուսից։ Դուք տանել դեպի Թուրքիա մեզ, այնինչ որ թուրքը ոչ թե մենակ ստեղի պետությունը չի ուզում որ պետություն մենք ունենանք, այլև չի ուզում որ ստե հայ մնա առհասարակ։ Դա կոտորում է մեզ։ Դուք օրինակ Թուրքի մոտ թուրքերին մի հատ չեն արձագանքում։ Ինչ ասես Ալիևն ու Էրդողանը ասում են, մի հատ էս քապեականները չեն արձագանքում, որտեղ վախում են։ Առաջ որ Նիկոլեն օրերեք Ալիևը մի հատ բան ասել, ինչ ծեվստից կպատասխաներ, չէ՞։ Ալիևը գցեց քացուտակ, վախում է։ Արաբավոր ռուսը քեզ գցի քացուտակ, գիտես ինչ օրը կանգնես։ Գիտես ինչ օրը կանգնես։ Հիմա այդ Ռուբինյանների որ ասես շունա մունա հաչմա մաչմա, չէ՞։ Հիմա ես այդ հաչող շունը որ սկսի բոմբի տանել, Ռուբինյան։ Հաչող շունը որ երկու հատ բոմբ գցիս, ես ակնկալում եմ քեզ տեսնեմ առաջնագծում։ Հələ դե մամեդե թալվես Հայաստանի ինքնիշխանության համար ռուսի դեմ կռվես։ Թե թուվես տալի որ այդ դուխով տղեկ եկտան զով են, վերջում դու էլի կզես հիմա էլ արդեն ռուսի առաջ։ Այ կզող, կզած։ Սաղկակդ կզել ես որտեղ դու սա քո թիմը, Նիկոլի գլխավորությամբ։ Եկուցե ռուսի դեմը կկզեք, հենց մի երկու հատ բոմբի տարեց։ Այսինքն Լուսնե ջան, գոյություն է իրականություն։ Իրականությունը պիտի նայես ոնց ռեալ պինայս իրականությունը։ Էսի ռուսի ազդեցության գոտնա չի տողի, չեք կարա։ Ես ուզում եմ Հայաստանը լինի աշխարհի ամենաուժեղ հզոր պետությունը, այն հեգեմոնը ուզում եմ լինի ոչ թե Ամերիկան, այլ Հայաստանը։ Հա բայց դա կենաց է։ Դե ռեալն է, դու կարաս ռուսից փոխվես։ Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ ռուսնա ստի ազդեցության գոտի, ոչ թե թուրքը, որ թուրքերն մենք կամ պիտի մեռացնենք կամ գավուր լինենք։ Իսկ ռուսը անտի մենք ազատ ապրել ենք Ռուսաստանի հետ հարաբաների մեջ։ Լուսնե ջան, հայը Մոսկվայում ավելի լավ է իրան զգացել, քան ռուսը։ Մենք մենակ կախված ենք եղել ռուսից քաղաքականապես, որը որ մարդը սովետական միության ժամանակ, սովետական ցարականի ժամանակ, այսինքն որ մարդը իրան այդ կախվածությունը չի զգացել ազատ սովորական մարդը, դա պետությունն է մենակ կախված եղել։ Ու առհասարակ աշխարհը կհիշեք ձեր մոտից այն բոցը հայտնի, որ ասի լսում ա չեմ ես Տրամպը։ Աշկի սիրով լսում ա Տրամպը։ Հիմա տեսեք, աշխարհը, Լուսնե ջան, աշխարհում արդարություն հետ կլինի, որ աշխարհի բոլոր ծայրերում մարդը ունի ազատ, կատարյալ ազատ, բացարձակ ազատ, այսինքն մարդը ունի գերագույն արժեք։ Հիմա որպեսզի մարդը աշխարհում ունի գերագույն արժեք, մարդը պետք է լինի, բայց պետությունը բացարձակ անկախ չի կարող լինի։ Պետությունները պետք է լինեն կախված։ Եթե պետությունները բոլորը իրար լինեն հավասար, անընդհատ կլինի պատերազմներ, որտեղ մեկը ճիշտը մի ձևի կհասկանեն, մեկը մի ուրիշ ձև, ու իրար կսկսեն տալ պատերազմներ, կոտորածներ եւ այլն։ Որպեսզի աշխարհում լինի խաղաղություն, պետք է մի հատ հեգեմոն պետություն կամ պետությունները լինեն, որոնք կոնտրոլի տակ պահեն սաղ աշխարհը, որոնց գլխից չկարողանան թռնել, այսինքն մնացած այդ ինքնիշխան անկախ պետությունները պետք է կախված լինեն այդ հեգեմոն պետություններից։ Հիմա որոնք են այդ հեգեմոն պետությունները։ Ես էդ է ասում Տրամպին, ասում եմ հիշում եք, աշկից լսում եմ ես, Տրամպ լսի էլի եմ ասում։ Եթե Տրամպը ուզում է մնա հեգեմոն, որ եկավ ընտրվեց նախագահ, այդ վաղտեմ ասեք, հիշեք ձեր մոտից Բայդենից հետո։ Բայդեն, եթե շարունակի Բայդենի գիծը, միլիարդները տանելա գցի ջուրը, գցի վառին դե ուկրաինական պատերազմում, բանկրոտի ենթարկվի Ամերիկան, ռուսը առնակամելնելով հաղթելա, ոնց որ միշտ հաղթելա, միշտ հաղթե։ Չինաստանն է դառնալու հեգեմոն։ Հիմա եթե Տրամպը ուզում է, որ Ամերիկան մնա կամ դառնա հեգեմոն, արդեն գծերից մի քիչ ընկած է, չինացիք են ուժեղանում։ Եթե ուզում է հզորանա նորից, դառնա հեգեմոն, պետք է լեզու գտնի ռուսի հետ։ Պետք է ասի Ռուսաստան ջան, ինչ ես դու ուզում։ Քո ազդեցության գոտի որն է, ռուսը ասեմ, սայուզ դա ուզում, դրանից ավել բան ռուսը չի ուզում, դա համար Սիրիայից դուրս եկավ, դա համար էս Վենեսուելայում չի խառնվում, որտեղ աշխից արդեն Տրամպը լեզու են գտել։ Ուկրաինայի հետ։ Այո, ռուսը վերցնում է նախկին խորհրդային միությունը, Ամերիկան էլ վերցնում է մնացած աշխարհը, ու Ռուսաստանի հետ համագործակցելով առանց կռիվի էլի տնտեսական քաղաքական առումներով Չինաստանին պիտի գծերից գցեն, որ Չինաստանը չդառնա հեգեմոն, որտեղ Չինաստանը եթե դառնա հեգեմոն, դա սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Լուսնե ջան, Ամերիկայի լավը տես որն է։ Ամերիկայում իրոք մարդիկ այնտեղ ազատ են։ Այնտեղ իրոք բարձրագույն արժեք են, չէ՞։ Հիմա եթե դուք ասեք թող հեգեմոնը լինի Պարսկաստանը, արագ ասեմ ավելավա մեռնենք։ Եկեք կենաց մահու կռիվ տանք։ Պարսկաստանի ժողովրդի մի ինչ վիճակ, կիսաստրուկ։ Կամ ասեք հեգեմոն դառնա Կորեան,
Բախ կամ ազատություն կասեմ, կամ մենք կամ ինքը մի ապրեք, գնացեք մեռեք հանուն ազատության ժողովուրդ ջան, որտեղ հլպացակ կինչին ինա ինչա ոբշեն, հա։ Պատկասեք ստրուկ կլնենք մենք սաղս։ Բայց Ամերիկայի ժողովուրդը ստրուկին դե իրոք բացարձակ արժեք է, Եվրոպայում Ֆրանսիայում ժողովուրդը բացարձակ արժեք է, Ռուսաստանում էլի կարելի ասել բացարձակ արժեք է, պրոստը քիտը պիչխոտի պետական գործերի մեջ։ Հենց խոտեց Նավալնի օրը կգցեն ու ճիշտ կանեն, ողորմի թեպետ Նավալնին, ոչ մեկի մահ չեմ ուզում, բայց դուս եկար պետության դեմ հզոր, այո տենց կանեն։ Ինչն եմ ուզում ասեմ, եթե Ամերիկան անում հեգեմոն, դա շատ լավ է, որ մնացած պետությունները սաղ ենթարկում են Ամերիկան, շատ լավ է, որտեղ Ամերիկան բոլոր տեղերում էլ կապահովի մարդու բարձրագույն գերագույն արժեք լինելը։ Բայց Ամերիկան, եթե Ամերիկան լինի հեգեմոն, բայց Ամերիկայի լավը նաև ինչու՞մն է, որ Ամերիկայում զբորնիկ պետություն է, ազգություն չկա։ Չինացիք Լուսնե ջան, իրանք են լավ ժողովուրդ։ Բայց կարա հոգեբանությունը փոխվի։ Ժամանակ ընթացքում Նիկոլը ոնց է հաբրգե այսօր։ Արդեն հաբրգել է, չէ՞, ժողովրդավարժ, չէ՞։ Այս Նիկոլի աղաթորը իրան հաբրգացեց, ծախվեց աթորին։ Դենց է չինացի կարան դառնան հեգեմոն, մի 50 տարի, 60 տարի հետո ասենք մարդիկ պետք է լինեն մեր ստրուկը, մենք հատուկ ազգ ենք։ Մի հատ էլ Աստվածյանը մեկավ իրանց, չգիտեմ ինչ ասեց, Հիտլերը ոնց էր ասում, Հիտլերը որ աշխարհը գրավեց, սաղ լինեն, մենակ այդ արիական ցեղերն էին լինելու, մնացածը լինեն երկրորդական ազգեր, չէ՞։ Հիմա այդ նույն ձևը կարա չինացի, մի հատ ղեկավար գաս ինձ Աստված աղարգե, որ մենք պետք է հատուկ ազգ ենք, մենք սաղտի ենթարկվում ենք, նրանք էլ միլիարդ ու կես են։ Ամեն մի պետության մեջ մի քանի միլիոն ուղարկեն, այդ պետությունը այնա մտածածին կճաշեն ու վсё, արդեն հեգեմոնի դեմ պայքարն էլ շատ դժվար կլինի։ Իսկ Ամերիկան զբորնիկ է։ Ամերիկան համ մերն է, համ վրացունն է, համ թուրքինն է, համ ռուսինն է, սաղ ազգերից էլ ընդ կա, չկա կոնկրետ ազգ էլի։ Այսինքն Ամերիկան լավ է որ լինի հեգեմոն, ու հիմա էլ աշխից ոնց որ Տրամփն ու Պուտինը լեզու են, թե աշխարհը կիսել են, մնացած աշխարհը պիտի վերցնի ինքը, սաղ տեղերը մարդու իրավունքների ազատություն իրոք հաստատի, ես դա նորմալ եմ համարում։ Ես դա էդի ողջունում եմ։ Այդ որ Գրենլանդիան ուզում է վերցնի Ամերիկան, ողջունում եմ։ Բայց հետի չվերցնի։ Կանադա, Մեքսիկան, ինչ ուզում է վերցնի։ Ոնց որ ռուսը պիտի վերցնի։ Բայց իրեն չի պատկանում դա Դանիային է։ Լուսնե ջան, պիտի այդ եմ ասում, պիտի սաղ ենթարկվեն ուժեղին։ Սաղ աշխարհի պետությունների, բայց ուժեղներ պետք է ապահովի մարդու ազատությունները, պետք է ապահովի մարդու բարձրագույն արժեք լինելը։ Ու հետո գիտեք ինչ կա, ես դա համարում եմ նորմալ, բայց ասենք թե համարեմ աննորմալ։ Ասենք թե ասեմ ոնց թե արա, այս եկել ես ուրիշ պետության վրա, ասենք թե տենց հա ինչ է կարողանում։ Շաչատի մերն եմ, Ուկրաինայի օրենքն եմ։ Ուկրաինան էլ է տենց ասում, չէ՞, ասում է ախպեր դու ես որ եկել ես, ես ազատ պետություն եմ, չեմ ուզում քո հետ խես ինձ ստիպում։ Տեն մեկ ինչ օրնա։ Տեն մենք չէ ինչ օրնա։ Այսինքն ասենք թե կարծիքս համաձայն չլինի։ Եկել ես Ուկրաինայի օրը։ Կկոտորեն կետաս։ Սալատոյ միլիարդի մասին լսել եք, չէ՞։ Որ ուզում հաճույքով կկոտորեն, սարին կսարքեն քաղաքը, ով իրանց դեմ իրաց կկոտորեն, աշխարհը կսարքեն մի միլիարդանոց աշխարհ։ Հիմի շատ հեշտ է կնոպկով առաջ աշխարհը կոնտրոլի տակ պահելը շատ դժվար է, պիտի զորք ուղարկեիր ընդ էս աներ, այն աներ, այդ կռիվների ժամանակ հնազանդեցնելու համար քու զորքից էլ էր մարդ մեռնում, թուլանում էիր, ուզում ասեմ առաջ դժվար է եղել հին ժամանակներում։ Հիմա հեշտ է կնոպկով դու կարա սաղ անհնազանդներին հնազանդացնես։ Երկու հատ բոմբը գնման դե վсё։ Ուզում եմ ասեմ պրոցիվ գնալ այս ծրագրին, չեք կարա։ Որ աշխարհը չի կարա, պետք է ավելի լավ, հենց որ Դանիա պրոցիվ գնաց, Դանիան կդառնա Ուկրաինա։ Էդ են ուզում իրանք։ Չէ, իսկ որ ասենք թե Դանիան ենթարկվում Ամերիկային։ Ինչն է վատը, կավանդեղի մարդը պիտի ստրականա դառնայես մեր հարևան Պարսկաստանի նման կամ Կորեայի նման, չէ, մարդը էլի ազատ է, հələ ավելի ազատ։ Որտեղ Ամերիկայի ժողովուրդը, ով որ Ամերիկային հնազանդվի, Ամերիկայի կոնտրոլի տակ կլինի, այդտեղ մարդիկ ազատ են։ Մարդը իրոք բարձրագույն արժեք է, իսկ հիմա ամենակարևորը մարդու համար բարձրագույն արժեք կլինելն է, չէ՞։ Հələ դա եկեք բոլոր, ես Պարսկաստանին շատ եմ սիրում, մեր բարեկամ, մեր իրոք հարևան բարեկամ մեզի պետությունն է, բայց մարդիկ այնտես պոլուս տրուկ են, պոլուս տրուկ։ Սա կասեմ, ուզում եմ ասեմ, այդ իսկ որ Սալավիում ինտենց հակադարձում են, դեռ թող նա էլ Ալևին հակադարձեն, էլ այդ ինքնիշխանները։ Կամ դու ով ես որ մտնում հəmi ինքնիշխան ես, թուրքից տրուկն ես հəmi արդեն։ Ու գիտես ինչն է ցավը, որ այդ ստրկությունը մենք էլ ենք զգում, մենակ պետությունը չէ, կանխված։ Հասարակ մարդն էլ ազգում, որ Ալիևի ստրուկն է արդեն ինքը։ Այ դուք եկեք։ Ռոփոլոպոս Սալավովին պատասխանում են։ Մյաթես բենիտ տվեց, չէ՞ Ռուբինյան, բանդիտ Սալավ Պուտինը։ Հենց բենիտ տվեց, ոնց էս մի Ալիևի քութիկը, ոնց էս Նիկոլիտ Ալիևի շունիկը, շուներ ասե, չէ՞ Սալավին։ Դու Ալիևի շունիկն ես, շունի։ Այ այդների կդառնաս
Սալավյովի շունիկը, Պուտինի չէ Սալավյովի շունիկը։ Հետ նա գցեց քացու տակ քեզ։ Իսկ Ռուսաստանից, ես էլ ասեմ։ Հա, ամփոփենք։ Մեր բախտը բերել է։ Լուսնե ջան, Ռուսաստանի նման հզոր աղբեր ընկեր ենք ունեցել, որ այդ աղբեր ընկերը մենակ այդ կախվածությունը Ռուսաստանից որ եղել է մենակ քաղաքական առումով պետությունն է եղել կախված, ոչ թե մարդը։ Մարդը այդ սոյուզի մեջ հայ մարդը բոլորից էլ ավելի լավ ազգացել իրան։ Հասկանու՞մ, ես ասեմ, իսկ թուրքերի կազմի մեջ մենք գյավուր ենք եղել, որը որ հիմա իրանք տանում են։ Բայց ես էլ ասեմ, որ միշտ ասել եմ, ես էլ մի հատ ասեմ, նոր ավարտեմ Լուսնե ջան։ Խորհրդային միության բոլոր հանրապետությունները նախքին ռուսը վերցնելու է, ես դա ասել եմ, ամենավերջին կոտորելով վերցնելու է, ոչ մեկ շանս չունի չմտնի Ռուսաստանի այդ նոր ձևավորվող սոյուզի մեջ, բացի Հայաստանից։ Հայաստանը միակ պետությունն է, որը այսօր հələ շանս ունի անկախ մնալու, այդ սոյուզի մեջ չմտնելու, անկախ մնալու։ Իհարկե բնականաբար Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ ու Ռուսաստանի սրտով։ Այդ գիտեք այդ տարբերակը որն է։ Համ ես ասեմ Էլինդիսկը հաչան։ Դա այնա որ երկի ղեկին կականնի Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը այն ղեկավարը մեկ էլ այս նույն բանը կարող աներ 10 միլիոն հայերի մեջ։ 10 միլիոն հայերի մեջ այդ միակ մարդը Սերժ Սարգսյանն է, որ դա կարանի։ Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող աներ, եթե լներ երիտասարդ, որտեղ էսի շախմատիստի գործ է։ Իսկ իրանք սուպեր շախմատիստներ են Լուսնե ջան, որ իրանք կարան այնց անեն, որ Ռուսաստանի համար լինեն անգեր, աղբեր անկախ տեկուս, այսինքն ոչ թե ռուսին պրոտիվ էթանով, այլ Ռուսաստանի հետ ընկերություն անելով։ Հայաստանը կարանի այդ ընկերը, ոնց որ առաջ կա, որ հենց եւ անի, բայց դրա համար պետք է հզոր շախմատիստ։ Ու այդ շախմատիստին, այդ հզոր գրոսմաստերին մենք հələ ունենք։ Դա Սերժ Սարգսյանն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ունենք, բայց արդեն ինքը իրան լիքը առողջություն երկար տարիներ կյանքի շատ մեծ է։ Հիմա ես ձեզ եմ ասում, ինքնիշխաններ, ուզում եք մնաք իրոք անկախ։ Դա որ ինչ ասել է եղել է։ Հետ տվեք ինձ զապիսները լսեք, տեսեք որ տարիներ առաջվա ասած է Սալավյովը հենա նոր ասեց։ Տարիներ առաջ էի ասում, չէ՞։ Հիմա դա սաղյու չէ, այդպես բան չկա, հիմա աշխարհը ուրիշ է։ Ասի դեք տնա գալիավարտը ռուսը վերցելու է։ Սա սայզը։ Տեսեք ես, որ Սալավյովն է շնորհակալ Պուտինն ասում։ Ասկա դավոն ինչ ասում է, տարիներ հետո իրականանում է։ Հիմա ձեզ ասեմ ինքնիշխան անասուններ, ու նաև ինքնիշխան սիրող նաև նորմալ մարդիկ։ Այն անասուններին էլ եմ ասում, նորմալ մարդկանց էլ եմ ասում։ Ուզում եք ըլեք իրոք ինքնիշխան։ Ուրեմն գնացեք Սերժ Սարգսյանի հետևից։ Միակ մարդը, որ Հայաստանը կարա ինքնիշխան անկախ է ձեր ասած ինքնիշխան ու անկախը պահի, դա Սերժ Սարգսյանն է։